Բարև ձեզ, Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի մասնակիցներ։ Ողջունում եմ ձեզ բոլորիդ։ Այսօր մայիսի 2-ն է։ Մենք շարունակում ենք ձեզ հետ մեր աշխատանքը։ Այսօր ունենք լրջագույն հարցեր քննարկելու։ Դուք գիտեք, որ վաղվանից, մայիսի 3-ից սկսում են ժամանել Հայաստան այն պատվիրակությունները այն երկրների, որոնք կմասնակցեն այս երկու գագաթնաժողովներին, որոնք կանցնեն Երևանում ամսի մայիսի 4-ին եւ 5-ին։ Ուրեմն Եվրոմիություն Հայաստան գագաթնաժողովի պատվիրակությունները կգան եւ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի պատվիրակությունները։ Դուք գիտեք, բացի Եվրոմիության անդամ պետություններից 27 պետություններից կգան պատվիրակություններ ու առաջի հերթին առաջի դեմքերով ներկայացված կլինեն։ Բացի դրանից կա Եվրոպական քաղաքական համայնք, որը իր մեջ պարունակում է եվրոպական երկրներին, որոնք դեռ Եվրոմիության անդամ չեն։ Օրինակ, Արևմտյան Բալկանների երկրները, նույն Հայաստանը, նույն Վրաստանը, նույն Ադրբեջանը, Թուրքիան։ Ուրեմն այսօր կքննարկենք ով գալիս է, ով չի գալիս, ինչ մթնոլորտ է, բայց դուք բոլորդ հասկանում եք, կասկած ես չունեմ, ինչքան կարևոր դա միջոցառումներ են։ Այդ երկու միջոցառումները բարձրացնելու են Հայաստանի վարկանիշը աշխարհում։ Անպայման այսօր կխոսենք Ռուսաստանի սանկցիոն քաղաքականությանը առևտրի ոլորտում Հայաստանի դեմ ուղղված։ Պարզ է, Ռուսաստանը ուրախ չի, որ Հայաստանի վարկանիշը բարձրանում է, Հայաստանը աշխարհին բացվեց ու դա կբերի ու բերում է մեծ հաջողությունների, նաև մեր տնտեսության զարգացմանը, մեր դիվանագիտական կարողությունների ուժեղացման, պարզ է Ռուսաստանը չի կարող ուրախանալ։ Ռուսաստանը սովոր է, որ Հայաստանը դա կցորդ պետություն է։ Կամաց մենք պետք է սովորացնենք հենց Պուտինին, որ այդպես դա չի։ Ռուսաստանում շատ ցավոտ են ընդունում այս բազմավեկտոր քաղաքականությունը, որը վարվում է մեր իշխանությունների կողմից, մեր իշխանությունները այլ բառ օգտագործում են բալանսավորվող քաղաքականություն։ Ու սանկցիոն քաղաքականությունը սկսվեց ավելի թափով աշխատել։ Դա կոչվում է հիբրիդային քայլեր, հիբրիդային հարձակումներ։ Այն դուք գիտեք սանկցիաները, որոնք կիրառվում են մեր ապրանքների նկատմամբ Ռուսաստանում, այսօր մենք կխոսենք նաև այն սանկցիոն քաղաքականությունը, որը Wildberries եւ Ozon հարթակների միջոցով մեր ապրանքները տարածվում էին, ստեղել միակողմանի փակվեց մեր ապրանքների համար ճանապարհը։ Այդ որոշումները բարի բուն իմաստով վերջի օրերի որոշումներ են։ Ինչ է ուզում Ռուսաստանը։ Մեր պաշտոնյաները արձագանքեցին ու դրա մասին ես նաև ուզում եմ ձեզ հետ խոսել։ Եվ երրորդ այսօրվա հարցը անչափ կարևոր։ Երեք չարաչորը ես ձեզ ասեցի, որ Եվրոպարլամենտում պլանավորվում է ընդունել բանաձև։ Այդ բանաձևում կլինի Հայաստանի հետ կապված, բայց այդ բանաձևում կլինեն հարցեր կապված Արցախահայության իրավունքների մասին, մեր գերիների մասին գտնվող Ադրբեջանում, դրանք էլ կլինեն այդ հայտարարության մեջ, բանաձևի մեջ։ Ադրբեջանը զգուշացրել է ու ես ձեզ ասել եմ, որ դա կբերի նրան, որ կխզվեն հարաբերությունները Ադրբեջան-Եվրոպարլամենտ ու կթուլանան հարաբերությունները Ադրբեջան-Եվրոմիություն։ Այո, այդ որոշումները Ադրբեջանի Միլի Մեջլիսը, պարլամենտը ընդունեց, դրա մասին էլ մենք այսօր անպայման պետք է խոսենք։ Ինչ է կապված այս ձևի ցավոտ արձագանքը Ադրբեջանի։ Ինչ հետևանքներ դա կբերի։ Ուրեմն սկսում ենք մեր աշխատանքը։ Ես խնդրում եմ ձեզ
կիսվել, լայքել, բաժանորդագրվել, դա ակտիվացնում է աշխատանքը մեր YouTube անալիքի ու դա թույլ է տալիս, որ հայությունը իմանա օբյեկտիվ զարգացումները, որոնք գնում են Հայաստանում, Հայաստանի շուրջ եւ Սփյուռքայությունը եւ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները։ Բոլորդ գիտեք, որ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի նախագահան պետական այցով գալիս է Հայաստան։ Ու Ֆրանսիայի նախագահի ծրագիրը ստեղ շատ հարուստ է։ Ֆրանսիայի նախագահան ոչ միայն բանակցային process կվարի Նիկոլ Փաշինյանի հետ վարչապետի Հայաստանի, հետո պատվիրակությունների մակարդակով, նաև ինքը կգնա Ծիծեռնակաբերդ հայոց ցեղասպանության հուշահամալիր, նաև ինքը կգնա Մատենադարան, նաև Ֆրանսիայի նախագահան կլինի Գյումրիում։ Դա շատ կարևոր մեսիջներ են, քայլեր են Ֆրանսիայի կողմից Հայաստանի նկատմամբ ու պլանավորվում է, որ Ֆրանսիան կստորագրի Հայաստանի հետ այս այցելության ժամանակ ռազմավարական նշանակություն ունեցող փաստաթուղթ։ Երբ որ ես դες 3-4 օր ասեցի մի քանի պետությունների վարչապետների մասին, որոնք կգան, բարձ է ես իմացա իմ հողովակներով, օրինակ, որ կգան Ֆինլանդիայի, Շվեյցարիայի, Էստոնիայի վարչապետները։ Այսօր կարող եմ ասել, որ կգա նաև Իռլանդիայի վարչապետը, ինչը մի կողմից շատ հասկանալի է, քանի որ եվրոպական քաղաքական համայնքի այս նախաձեռնությանը, որը սկսեց աշխատել 2022 թվականի Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ, ընդունված է, որ առաջի դեմքերը պետությունների գալիս են։ Բայց ես իմ հողովակներով իմացա, որ հստակ այս պետությունների ղեկավարները կգան, պետք է ասեմ, որ նաև կգա Վրաստանի վարչապետը, ինչը անչափ կարևոր է, մեզ համարել, Վրաստանի համարել միգուցե ինչ որ կամուրջներ բացվեն Վրաստան Եվրոմիություն հարաբերություններում, որոնք հիմա բավական բարդ հարաբերություններ են։ Ինչ վերաբերվում է պարոն նախագահ Էրդողանի, Թուրքիայի նախագահի, շատ հավանական է, որ ինքը չի գա։ Չնայած, որ մեզ մոտ պատտվում են լուրեր, որ դեռ որոշում չի ընդունել Թուրքիան, Թուրքիայի նախագահան չմասնակցե բոլոր գագաթնաժողովներին, եվրոպական քաղաքական համայնքի, դու գիտեք, ամեն տարի երկու այզերի գագաթնաժողով անցկացվում է տարբեր մայրաքաղաքներում Եվրոպայի ու Թուրքիան ոչ բոլորում է, որ մասնակցել է Էրդողանի մակարդակով։ Մեր դեպքում, ինչքան ես գիտեմ, Թուրքիան չի մասնակցի այս միջոցառմանը։ Բայց շատ լավ կլիներ, եթե վերջի պահին Թուրքիայի ղեկավարությունը փոխի իր կարծիքը։ Զելենսկու մասին, Ուկրաինայի նախագահի մասին, իր շուրջ շատ են հիմա պատտվում քննարկումները Հայաստանի ներսում, որ կգա թե ոչ պարոն Զելենսկին, բայց ինձ շատ դուր եկավ պատասխանը այդ հարցին Նիկոլ Փաշինյանի, վարչապետի Հայաստանի։ Վարչապետը Հայաստանի լրագրողների հետ բրիֆինգի ժամանակ երեք չարաչորը շատ հստակ պատասխանեց, որ բոլոր եվրոպական քաղաքական համայնքի պետությունների ղեկավարները, նաև պարոն Զելենսկին հրավիրված են Երևան։ Շատ ճիշտ պատասխան է, քանի որ դա շարքվում է, օրինակ, ուժեղ Հայաստան այս քաղաքական ուժի կապված Սամվել Կարապետյանի հետ, մեծահարուստ մարդու, իրանց մարդիկ ասում են դա ռիսկ է մեր առևտրի ոլորտում Ռուսաստանի հետ, չեմ հասկանում ինչ կապ ունի առևտուրը Ռուսաստանի հետ Ուկրաինայի նախագահի գալու հետ Հայաստան։ Ինչու պետք է լինեն բացասական հետևանքներ, չեմ հասկանում։ Բայց ուզում եմ ասել, որ կարող են լինել բացասական հետևանքներ տարբեր պատճառներով, օրինակ, որ մենք սկսում ենք աշխատել ակտիվ աշխարհի հետ, հենց դրա պատճառով, որ Հայաստանի ներսում այս ձևի մոտեցումներ կան, որ ինչ որ մտավախություն։ Ուրեմն պարոն Զելենսկին
պաշտոնական այցով եղել է Բաքվում, դա կոչվում է աշխատանքային այց։ Մի քանի օր առաջ Ռուսաստանից ոչ մի բառ ծպտուն չարեցին։ Զելենսկին եղել է Բաքվում, հանդիպել է Ալիևի հետ, լրջագույն հայտարարություններ արեցին, որոնք միանշանակ կատաղեցնում են Ռուսաստանը, բայց այնտեղ ծպտուն չարեցին։ Ու իմ ունեցած տվյալներով Ռուսաստանը ինչ է ասում։ Դե իրանք տղամարդավարի իրանք պահում են, ինչ կարող են անել։ Ուրեմն ես մեր անդիմությանը ուզում եմ ասել, սովորեք տղամարդավարի պահել։ Սխալ է դա այդպես բան ասել, եթե Զելենսկի գա, հետևանքները վատ կլինեն։ Ինչի մասին է խոսքը։ Զելենսկին Ուկրաինայի նախագահ է։ Երկրի, որի հետ մենք ունենք նորմալ հարաբերություններ։ Իմիջիալոց Նիկոլ Փաշինյանը նաև այդ բրիֆինգում, որը անցավ 3 չարաչորը, նաև պատասխանեց մեկ այլ շատ կարևոր հարցին։ Ինքը ասեց, որ մենք կամաց մեր սահմանը վերահսկողության տակ ենք վերցնելու ամբողջությամբ։ Այդ քաղաքականությունը ես միշտ ողջունել եմ, ու դա նաև պետք է, որ մեր սուվերենությունը պաշտպանենք, որ վաղը օտարի սահմանապահը չհանձնի մեր տարածքները այլ երկրների։ Ու ինքը ավելին ասեց Նիկոլ Փաշինյանը, որ Ռուսաստանի կողմից մենք լսում ենք, որ փողը քիչ է, տվեք մեզ փող, որ մենք ձեր սահմանները պաշտպանենք։ Ու Նիկոլ Փաշինյանը ասեց, մենք այդ դեպքում մեր սահմանապաներին կտանք փողը, որ մեր սահմանապաները պաշտպանեն։ Շատ ճիշտ քաղաքականություն է, շատ ճիշտ պատասխան է, ողջունում եմ միանշանակ։ Բայց նորից այդ միտքը ուզում եմ կրկնել։ Գագաթնաժողով է անցնելու վաղը չմիսուր Հայաստանում։ Կարևոր երկու գագաթնաժողովներ։ Գալիս են լիդերներ տարբեր երկրների։ Միանշանակ, որ բարձր մակարդակով կանցնեն այդ երկու գագաթնաժողովները, մենք պետք է ուրախ լինենք, մենք պետք է ամեն ինչ անենք, որ օգնենք ղեկավարներին Հայաստանի, որ լավ անցնեն այդ միջոցառումները, որ մեր պետության հեղինակությունը ել ավելի բարձր լինի։ Այլ ոչ թե տակից փորենք, որ ինչ որ երկրին, օրինակ Ռուսաստանին դուր չի գալիս, որ ինչ որ ղեկավարներ ինչ որ երկրների գալիս են Հայաստան։ Օրինակ դուք գիտեք, որ Պուտինին դուր չի գալիս, որ Մակրոնը գալիս է Երևան։ Չգիտեիք, հիմա ձեզ ասեմ, որ իմանաք։ Կրեմլին դուր չի գալիս, որ այդքան մեծ թվով ղեկավարներ գալիս են Հայաստան։ Ու ինչ, Հայաստանը չպետք է զարգանա։ Մյուս հարցը կապված է իրոք շատ վտանգավոր տենդենսների։ Ռուսաստանը իմանալով, Կրեմլը իմանալով, որ Հայաստանի ներսում կան 5-րդ շարասյուն, որը այս դեպի աղմուկ կբարձրացնի, այս ինչ են կանում, Ռուսաստանը կնեղանա, արևտուրը կփակի, մեր դեմ քայլեր կանի եւ այլ, որ ներսում կան քանդողներ մեր երկրի հիմքերը, Ռուսաստանը անում է հիբրիդային քայլեր մեր դեմ։ Դա հիբրիդային քայլեր են, երբ որ միջև ընտրություններ, մեր ազգային ժողովի ընտրությունները միջև, որոնք պետք է անցնեն հունիսի 7-ին, ինչ որ սանկցիոն քաղաքականություն է վարվում առևտրի ոլորտում։ Դուք գիտեք, մենք ԵԱՏՄ-ի անդամ ենք Ռուսաստանի հետ, ուրեմն ոչ մի խնդիր չպետք է ունենան մեր ապրանքները մտնող Ռուսաստանի տարածք։ Բայց մի քանի խողովակներում մտնող ապրանքների ճանապարհը հիմա փակվել է։ Դա Wildberries այդ պլատֆորմի միջոցով եւ Azon։ Դուք գիտեք, այդ պլատֆորմների միջոցով Հայաստան գալիս են ապրանքներ բավական լավ գներով, մարդիկ առնում են, դա նաև ԵԱՏՄ-ի շրջանակներում արտոնությունների արդյունքն է, եւ Հայաստան գալիս են ապրանքներ դրսից, նաև այդ ռուսական ապրանքներ, եւ Հայաստանից դուրս են գալիս մեր ապրանքները, առաջի հերթին մանր բիզնեսների ապրանքները դուրս։ Հիմա Ռուսաստանի համապատասխան կարգավորող մարմինները, մաքսային ծառայությունները, այլ մարմինները հիմա փակեցին ճանապարհը
Վայլդբերիսով եւ Ազոնով մտնող Ռուսաստանի տարածք փակեցին ճանապարհները Հայաստանի ապրանքների։ Ինչ որ բացատրություններ բարձա Վայլդբերիս ընկերությունը, Ազոնը տալիս են, պետք է ստուգենք, այդ ինչ տենդենս են, ինչ որ բացատրություններ ստիպված տալիս են, բայց մեր արտադրողները նյուանսների մասին ասում են, ինչ խոչընդոտների առջև են հիմա կանգնում ու իրոք ոչ տեղյակ են պահվե մեր արտադրողները, որ ինչ որ պայից մեր ապրանքները, մեր մանր միջին բիզնեսի ապրանքները չեն կարողանալու մտնել Ռուսաստան այդ Վայլդբերիս եւ Ազոն պլատֆորմներով։ Մեր արտադրողները ասում են մեզ ոչ ոք տեղյակ չի պահի։ Բոլոր պայմանները, փաստաթղթերը մենք տալիս ենք, որոնք հիմա պահանջում է Ռուսաստանը նոր փաթեթ, բայց սայլը տեղից չի շարժվում։ Ես պատասխանում եմ, դա քաղաքական որոշում է, ոչ մի կապ չունի տնտեսական հարաբերությունների մասին։ Ճնշել մեր գործարարներին, մանր բիզնեսի ներկայացուցիչներին, որ դժգոհ լինեն Հայաստանի իշխանություններից։ Ու ասեմ ձեզ, բավական մեծ թվով մարդիկ ներգրաված էին այս առևտրի մեջ, այս պլատֆորմների միջոցով, բավական մեծ խոսքը գնում է մի քանի հազար գործարարների մասին։ Պաշտոնյաները Հայաստանի արձագանքեցին, արձագանքը շատ սուր էր, օրինակ էկոնոմիկայի նախարարը Հայաստանի Գևորգ Պապոյանը ասեց, որ սուտ մատնություն գրողները, որ սուտ մատնություն են տալիս մեր դեմ ուղված, մեր արտադրողի դեմ ուղված Ռուսաստանին, այդ սուտ մատնությունը տվողները իրենց տեղ չպետք է տրվի քաղաքական դաշտում։ Պարզա ակնարկը գնում է ռուսամետ քաղաքական ուժերի վրա։ Ալեն Սիմոնյանը էլ ավելի կոշտ ասեց, որ Հայաստանում քաղաքական օպերացիայի փորձ է տեղի ունենում իշխանությունը զավթելու համար։ Ալեն Սիմոնյանը Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահան պնդում է, այդ ինքը ասեց երեք հանրային հեռուստալիքով, ինքը տվեց ինտերվյուն, ու այդ ինտերվյուի ժամանակ տրված Պետրոս Ղազարյանին ինքը խոսեց նրա մասին, որ այս օպերացիա է իրականացվում զավթելու համար իշխանությունը Հայաստանում, ու ինքը ավելին, ինքը զուգահեռ անցկացրեց Ուկրաինայի հետ, եթե Ուկրաինայում Ռուսաստանը լուծում է իր հարցը զին ուժի միջոցով, Հայաստանում փորձ է արվում օգտագործել ժողովրդավարությունը գալ իշխանության։ Ու պարոն Սիմոնյանն ասեց, որ մենք թույլ չենք տա, որ Հայաստանը դառնա գուբերնիա, թույլ չենք տա, որ կառավարումը ստեղ լինի այն, ինչ կա Բելարուսում։ Ճիշտ պատասխաններ են, միանշանակ ողջունում եմ, բայց ուզում եմ ասել, սպասելի էր, որ Ռուսաստանը կսկսի օգտագործել տարբեր այզևի սանկցիոն քաղաքականություններ մեր ապրանքների նկատմամբ, որ դժգոհություն առաջացնի մեր արտադրողի, նաև այդվում մանր արտադրողի դժգոհությունը Հայաստանի կառավարության նկատմամբ։ Նու ջերմուկի պատմությունը դուք գիտեք, ջերմուկ հանքային ջրի պատմությունը դուք գիտեք, սկզբից մոտավորապես 300 շիշ հետ կանչվեց Ռուսաստանում առևտրի ոլորտից, հետ կանչվեց, հետո 1 միլիոն շիշից ավել հետ կանչվեց, պարզ է սանկցիոն քաղաքականություն է դա, պարզ է Հայաստանը հետևում է, մեր իշխանությունները դա է պատճառը, որ մեր պատկան մարմինները սկսեցին ջերմուկ գրուպում ստուգումներ անել, հասկանալ ինչ է կատարվում, բայց այո, Ռուսաստանը էլ ավելի կուժեղացնի ճնշումը մեր հասարակության վրա, նաև այդվում մեր բիզնեսի վրա, որ պրոռուսական ուժերին մենք բերենք իշխանության։ Պնդում եմ, որ չի անցնի դա կտա հակառակ արձագանք։ Դա կտա հակառակ արձագանք, հայ ժողովուրդը թասիբ ունեցող ժողովուրդ է։ Հայ ժողովրդի հետ այս ձևի պետք չի խոսել,
Սխալ է այդ քաղաքականությունը։ Հիմա ուզում եմ ասել շատ կարևոր process-ի, որը գնում է Ադրբեջան Եվրոմիություն։ Դու գիտեք, Եվրոպարլամենտը երեք ընդունեց շատ լուրջ բանաձև։ Ես զգուշացրել եմ երեք չարաչորը ձեզ, որ այդ բանաձևը կլինի շատ լուրջ, վերաբերվող Հայաստանին ու նվիրված հենց այդ գագաթնաժողովներին, որոնք կանցնեն Երևանում ամսի մայիսի 4-ին 5-ին։ Եվրոմիություն Հայաստան հանձնաժողովին։ Քանի որ կլինի գագաթնաժողով Հայաստան Եվրոմիություն ու Եվրոպարլամենտ, այդ Եվրոմիության պարլամենտը, որի դերը շատ մեծ է եվրոպական ինստիտուտների մեջ, ընդունեց բանաձև կապված Հայաստանի հետ, Հայաստանի կայուն զարգացման հետ, ի աջակցություն այդ համագործակցությանը։ Ու այդ հայտարարության մեջ, բանաձևի մեջ կան դրույթներ կապված Ղարաբաղի հայության հետ, իրանց իրավունքների հետ, կապված այն հայկական ժառանգությանը, որը կա Ղարաբաղում, որը Ադրբեջանը քայլ առ քայլ ոչնչացնում է։ Իրանք անդրադարձան գերիների հարցին, այլ հարցերին, որոնք շատ ցավոտ է ընդունում Ադրբեջանը։ Բայց բանաձևում այդ բոլոր հարցերը տեղ գտան, ես ավելին ձեզ ասեմ, բանաձևը անցավ ֆանտաստիկ թվերով, ասենք գրեթե 500 Եվրոպարլամենտի անդամներ կողմ բանաձևի քվեարկեցին։ Դեմ էին մոտ առապես 40-ը։ Ինչ եմ ուզում ասել, այս ձևի բանաձևերը, այս ձևի մեծ քանակությամբ կողմ, որ անցնի, շատ քիչ են լինելու։ Ուրեմն Եվրոպարլամենտում կա կոնսենսուս ի օգուտ Հայաստանի, ի օգուտ աջակցության Հայաստանի։ Նաև կա կոնսենսում քննադատել Ադրբեջանին այն քաղաքականությունը, որը Ադրբեջանը վարում է Ղարաբաղի հայերի նկատմամբ։ Ադրբեջանը ցավոտ ընդունեց, Միլի Միջլիսը երեք քվեարկեց միաձայն, որ խզում է հարաբերությունները Եվրոմիության պարլամենտի հետ։ Միլի Միջլիսը պարլամենտը Ադրբեջանի խզում է ի պաշտոնե հարաբերությունները Եվրոպարլամենտի ու բոլոր ինստիտուտները, որոնք կային համագործակցության, խզում է։ Օրինակ, դուք գիտեք, որ եվրոպական արևելյան քաղաքականության շրջանակներում նաև կա Եվրոնեստ պարլամենտը։ Այդ Եվրոնեստից Ադրբեջանը դուրս է գալիս, խզեցին դա։ Նաև կա երկկողմ պլատֆորմ Եվրոպարլամենտ Ադրբեջան, դրանից էլ դուրս եկավ Ադրբեջանը։ Ուրեմն Ադրբեջանը ցավոտ արձագանքեց։ Բացի դրանից արտգործնախարարություն Ադրբեջանի հրավիրվեց դեսպանը Եվրոմիության գտնվող Բաքվում, շատ խիստ տոնով քննադատեցին Ադրբեջանի դիվանագետները Եվրոմիությունը այս Եվրոպարլամենտի որոշման համար։ Ու Ադրբեջանը դժգոհություն հայտնեց մի քանի հարցերի հետ կապված, օրինակ այն, որ Եվրոպարլամենտը պահանջում է, որ ազատ արձակվեն գերիները, Ադրբեջանում համաձայն չեն այս ձևակերպման ձևակերպման հետ, Ադրբեջանում ասեցին, որ հայերը կամավոր դուրս եկան, 150,000 հայ կամավոր դուրս եկան, չուզեցին ապրել Ղարաբաղում, կամավոր դուրս եկան, ինչի եք դուք բողոքում։ Բացի դրանից այն եկեղեցիները, որ քանդվում են Ղարաբաղում Ադրբեջանի կողմից, այնտեղ խիստ գնահատականներ տրվեցին Եվրոպարլամենտի հայտարարության մեջ, Ադրբեջանը բացատրություն է տալիս, ինչքան հասկացա, որ իրավունք ունեն քանդելու։ Ուրեմն ստեղ արձագանքը Ադրբեջանի շատ ցավոտ էր։ Ես կասկած չունեմ, որ այն բանաձևերը, որոնք Երևանում կընդունվեն եւ Հայաստան Եվրոմիություն գագաթնաժողովում եւ եվրոպական քաղաքական համայնքի այդ գագաթնաժողովներում երկուսում էլ կընդունվեն հայտարարություններ, անպայման տեղ կգտնեն մասեր կապված այս ձևի Ադրբեջանի կոշտ արձագանքի։ Այո, նորից կրկնում եմ, Հայաստանը փորձում է խաղաղության ճանապարհով գնալ Ադրբեջանի հետ, բայց Ադրբեջանը մի քանի հարցերի հետ կապված կոշտ քաղաքականություն է վարում։ Իրանք ասում են, մենք ճիշտ ենք անում, ինչ անում ենք։ Մինչդեռ միջազգային հանրությունը ու առաջերտին եվրոպական համայնքը
համաձայն չեն այս ձևի կոշտ ձևակերպումների, որոնք անում են ադրբեջանցիք։ Դες իրանք պահանջում են, որ լուծվեն մի շարք հարցեր, որ այդ խաղաղությունը ել ավելի կայուն լինի Հայաստան Եվրամիություն։ Ես ավարտեցի իմ ելույթը, միջ նոր հանդիպումներ։